Իրավապահ համակարգում մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հնարավոր շարունակությամբ։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով մի շարք դեպքերում, որոնց հետևանքով մարդիկ են սպանվել կամ վիրավորվել, կողմերի միջև հնարավոր հաշվեհարդարի վտանգը դեռևս չեզոքացված չէ։ Մասնավորապես մեր աղբյուրների փոխանցմամբ Աջափնյակում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների գործով, որի հետևանքով մեկ անձ սպանվեց, միջադեպի մասնակիցներից և դրա հետ առնչվող անձանցից շատերը գրեթե տանից դուրս չեն գալիս, մտավախություն ունենալով, որ իրենց նկատմամբ կարող է հաշվեհարդար իրականացվել։ Իրավիճակը առավել մտահոգիչ է դարձնում այն հանգամանքը, որ մեր տեղեկություններով ինքնաձիգից կրակած անձը մինչ օրս հայտնաբերված չէ։ Այս համատեքստում թերևս պատահական չէ նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի օրեր առաջ տված հանձնարարականը։ Օգոստոսի 7-ին նախարարը ոստիկանության ղեկավարությանը հանձնարարել է ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքները, հետագա հանցավոր դրսևորումները կանխելու և բացառելու նպատակով։ Ընդգծելով, որ մայրաքաղաքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է, Արփինե Սարգսյանը այնդուհանդերձ մտահոգիչ է համարել հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Փաստացի իրավապահ համակարգը փորձում է կանխարգելիչ քայլերով թույլ չտալ, որ արդեն տեղի ունեցած արյունալի միջադեպերը նոր հաշվեհարդարների ու փոխադարձ վրեժխնդրության շղթայի վերածվեն։ Թեև որքանով նախարարի խիստ հանձնարարականը ու ոստիկանության կանխարգելիչ աշխատանքները կկարողանան զսպել իրավիճակը և կանխել հնարավոր վենդետաները, ցույց կտա ժամանակը։